բան գիտենք մեր հույն բարեկամների մասին։ Պիտի լավ ճանաչենք նրանց աշխարհը, հասկանանք նրանց, ու թե պետք լինի մենք էլ կանգնենք նրանց կողքին, չէ որ փորձության ճանապարհին է երևում բարեկամը։ Եկեք մի փոքր պատմենք Հունաստանի մասին։ Հունաստան մայրաքաղաք քաղաք։ Հունաստանում ապրում է 11 միլիոն մարդ, պետական լեզուն հունարեն, կրոնը քրիստոնեություն։ Հին Հունաստանի դիցաբանությունը նրա պատմության, նրա մշակույթի մի մասն է։ Եկեք դիտենք մի փոքրիկ դրվագ Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մասին։ Սկզբում Աթենք կոչվում էր Կեկրոպիա, իր առաջին թագավոր Կեկրոպասի անունով։ Մի ժամանակ աստվածներ կամեցան հանձն առնել քաղաքների պաշտպանությունը, եւ այդ ժամանակ Աթենքի պաշտպանությունը ցանկացան իրենց վրա վերցնել աստվածներ Պոսեյդոն ու Աթենաս։ Я налити или не каи, идиафора фасистикена, ты барекино путадоси, что фёфрисим доросли поле։ Հարց խաղաղությամբ լուծելուն նպատակով Կեկրոպա թագավորը որոշեց, որ Աթենք կլինի նրան, ով ամենօգտակար նվեր մատուցի քաղաքին։ Էղո Պոսեյդոնս տատիկյոս պրոտազմետին տենամու։ Ես Պոսեյդոնս կհարվածեմ ժառին իմ երաժանիքով։ Տորայնե Սիրամու, ապա հարվածեց Աթենասը։ Աթենքի ժողովուրդը և Կեկրոպա թագավորը Աթենասը ընծած իթենին առավել օգտակար համարեցին որպես խաղաղության և բարգավաճման խորհրդանիշ, և այդ օրվանից Աթենասի պատվին քաղաք կոչվեց Աթենք։ Tutti amas poli fumu vale iayamu, muta yave losa poli que jerete y cartiamu, y nevera
ապրել, դու գարնան ամիս, ինչու դու դարձար մավան տարելից։ Մոտենում է տատիկս ու ասում, անգիրը բանաս, բայց չես հասկանա։ Ով մարկային արդարություն, ես տքել եմ քոճակատին, անիճի բանաս, իսկ քիչ հետո մոտենում է ինձ գրկում, համբուրում ու ասում տխում։ Չէ թորնիկս, կանգնի, սպասի, դու չես ծնվել անեծքի համար, չեմ հասկանում, բայց ուսումնատատիկիս տխուր դնդնած, գարունա, ձունա արե, վայլելելե։ Տատիկս պատում է ու լաց է լինում, սուրը տվել են հայուհուն ու հրամայում են, որ մորթի որդուն, չեմ հասկանում, չէ, մորթելը չգիտեմ ինչ է, սուրը չգիտեմ ինչ է, բայց տատիկիս արդյունքներն ասում են, որ լավ բան չեն, մորթելն ու սուրը։ Դեռ չեք հասկանա, իմ լավ փոքրիկներ, ես է ձեզ նման անհոգ էի շատ, ես է ձեզ նման արտասանում ու չէի հասկանում, դպրոց գնացի և ես իմացա, որ եղել է մի հին, մի հաշտ ժողովուրդ, ծվարած հողում եք բիբլիական, քարից եք ամեն իրոր վահացը, և ես իմացա, որ ինձնից առաջ 15 թիվ է անցել աշխարհով։ Այսպես տարիներ տխուր անընկեր քայլեցինք առաջ և ոչ ոք չկամեցավ սրբել մեր արդյունքները, ոչ ոք չկամեցավ, որպեսզի մենք ծիծաղենք ու դրոշ պարզենք։ Լուրության միջով քայլեցինք առաջ, ու մի օր էլ տեսանք, որ կան երկրներ, որ կանգնեցին մեր կողքին ականջարի մեզ, ու ամոթանք շպրտեցին մեղավորի երեսին,